Ես ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերներին, եղբայրներին, քույրերին, Հիսուս Քրիստոսի եկեղեցուն գալիք տոնի Հիսուս Քրիստոսի ծննդյան կապակցությամբ։ Եսայի մարգարեն ինչ-որ ժամանակ ասել այսպիսի խոսքեր. «Վասնզի մեզի մանուկ մը ծնավ, մեզի որդի մը տրվեցավ, և իշխանությունը անոր ուսին վրա պիտի ըլլա, ու անոր անունը պիտի կոչվի սքանչելի, խորհրդագից, հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան։ Դավիթի աթոռի վրա ու անոր թագավորությանը վրա, անոր իշխանությանը մեծնալուն ու խաղաղությանը սահման չկա, որպեսզի հիմիկվանայ մինչև հավիտյան, իրավունքով ու արդարությունով հաստատե և զորացնե զանիկա, զորած Տիրոջ նախանձը պիտի ընե ասիկա»։ Սրանք թանկագին խոսքեր են, սա իրականում բարի, շնորհալի լուր է, որն եկավ այս երկիր բոլոր մարդկանց համար, առանց խտրականության, և փոքրերի, և մեծերի, և բոլորի, ովքեր միայն ցանկանում են հավատալ Տեր Հիսուս Քրիստոսին, մենք ունենք այս մեծ օրհնությունն այդ մանկան մեջ։ Այս խոսքերն առավել արդիական են այս տագնապալի, մեզ անհասկանալի ժամանակներում, երբ տարերքները գոռում են, աղետները շատանում, լսում ենք տարբեր լուրեր, կան տագնապներ, մտավախություններ։ Քրիստոսն ասաց իր ժամանակին. «Երբ դուք կտեսնեք այդ բոլոր բաները կատարվելիս, բարձրացրեք ձեր գլուխները, քանի որ մոտենում է ձեր փրկությունը»։ Թող Աստված օգնի մեզ պահել այդ հավատքը մինչև վերջ, մնալ այդ հույսի մեջ աներեր, թեկուզ և մեր կյանքում չլինի նյութականը, ֆիզիկականը, բայց Աստված հավատարիմ է իր խոստմունքի, իր խոսքի մեջ։ Թող Աստված մեզ բոլորիս օրհնի, որ մենք այս Սուրբ Ծննդյան օրերում փառավորենք Նրա անունը, խոնարհվենք Նրա առաջ, բերենք Նրան այդ հոգևոր զոհերը, որը Նա սպասում է յուրաքանչյուրիցս, և թող Նա փառավորվի փոքրերի, մեծերի և ամբողջ ազգի մեջ, թող լուսավորվի Նրա անունը, փառավորվի ու մեծարվի։ Իսկ մենք շնորհակալ լինենք այս ժամանակների համար, որն Աստված դեռ տալիս է մեզ։ Փառք Նրան հավիտյանս։ Ամեն։